Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Հունվարի 5-ից 9 անկած ժամանակահատվածում Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են Բաքվից Հայաստան նավթամթերքի երկրորդ խմբականակի առաքման մասին։ Հայաստանը ներկրվում ոչ միայն պրեմիում եւ ռեգուլյար տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք։ Գլխավոր դատախազան Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղադրող դատախազին։ Երևանն ու Բաքուն փոխանակվել են վաճառքի եւ գնման ապրանքների նախնական ցանկով։ Վարչապետ Փաշինյանի խոսքով կոնկրետ արդյունքները կհայտարարվեն բանակցությունների ընթացքում։ Եկեղեցու հարցով բարենարոգման խորհուրդ է ստեղծվել։ Առաջին նիստի ընթացքում քննարկվել են գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը եւ առաջիկա աշխատանքների շրջանակը։ Փաշինյանը ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագին, ապա ուխտերթով շարժվել դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Սուրբ Ծննդյան պատարագին Գարեգին Բ-ն հայտարարել է. եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների, բայց անսասան է։ Նա նշել է, որ դա վնասում է ազգի եւ պետության հեղինակությանը։ ԿԳՄՍ նախարարը Armenia Today-ին հայտնել է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այս պահին ընթացող աշխատանքները կավարտվեն եւ չեն խանգարի ապրիլի 24-ի այցելություններին։ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի Միքայելյանի տուգանքը Tour de Ski-ի ժամանակ Ադրբեջան գրությունը ծածկելու համար։ Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, հաղորդվում է մի քանի տասնյակ զոհերի մասին։ Հալեպում բախումներ են, հայերի բնակարաններ են վնասվել, զոհեր եւ վիրավորներ հայերի շրջանում չկան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածել է Վենեսուելային, գերեվարել նախագահին ու նրա տիկնոջը, այնուհետև մեղադրանք առաջադրել։